Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի աթոռին է Գյումրու Սևբերդ ամրոցը ապօրինի վաճառելու համար։ Ըստ դատախազության Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը օրենքով օտարման ոչ ենթակա հուշարձանը վաճառել է շրջանցելով կառավարության սահմանած ընթացակարգերը։ Դատախազությունից մանրամասնում են. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի համապատասխան կարգադրությամբ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևբերդ ամրոցը եւ դրա հարակից շուրջ 25 հեկտար հողատարածքը հատկացվել է պաշտպանության նախարարությանը որպես պետական սեփականություն։ 2004 թվականի կառավարության համապատասխան որոշմամբ Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցուցակն է հաստատվել, որում ընդգրկվել է ի թիվս այլնի նաև Սևբերդ ամրոցը։ Նշված ժամանակահատվածում Սևբերդ ամրոցը ձեռք բերելու ցանկություն է հայտնել Ռուսաստանաբնակ գործարար Հայկ Հայրապետյանը մարզահամերգային զբոսաշրջության կենտրոն հիմնելու նպատակով։ Նա հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, որը համաձայնություն է տվել ամրոցի օտարման հարցում։ Կառավարության 2005 թվականի հունվար ամսվա եւ մարտ ամսվա համապատասխան որոշումներով թույլատրվել է պաշտպանության նախարարությանը իդեմս Սերժ Սարգսյանի ուղղակի վաճառքի եղանակով օտարել պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքով հատկացված հողատարածքները։ Այստեղ նշանակալին այն է, որ հողատարածքներն է թույլատրել։ Ըստ դատախազության 2005 թվականի մայիսի 11-ին Սերժ Սարգսյանը անտեսելով կառավարության սահմանված պահանջը, ըստ որի թույլատրված էր օտարել պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող հողատարածքները, բայց ոչ պատմամշակութային արժեք համարվող շինությունը, Հայկ Հայրապետյանի մտերիմ Տիգրան Պետրոսյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր։ Դրանով շուրջ 23 միլիոն դրամով վաճառվել է հանրապետական նշանակության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Գյումրու Սևբերդ ամրոցը եւ դրա հարակից 0.7 հեկտար հողամասը։ Այդ կերպ պետությունը զրկվել է հանրապետական նշանակության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա գույքի նկատմամբ սեփականության իրավունքից։ Արդեն 2012 թվականին Տիգրան Պետրոսյանը Սևբերդ ամրոցը եւ դրա հարակից հողատարածքը, որոնք ըստ դատախազության օտարման ենթակա չէին, վաճառել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին։ Վերոգրյալ արարք կատարելու համար 2026 թվականի մայիսի 29-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով պաշտոնյական լիազորությունների անցման համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հակակոռուպցիոն դատարան։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր։